Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1500-րդ օրն է, Ռուսաստանի 1500-օրյա խայտառակությունը շարունակվում է, մի խայտառակություն, որն օրեցօր աճում է, ավելանալով ռազմի դաշտում ուկրաինական յուրաքանչյուր նոր ձեռքբերմամբ և Ռուսաստանի խորքում հասցված յուրաքանչյուր նոր հարվածով, Ռուսաստանի խայտառակությունն ամենուր է տնտեսության մեջ և արտաքին քաղաքականությունում, գիտության և շատ այլ ոլորտներում, ցանկանալով զավթել Ուկրաինան, Ռուսաստանն վերջո սկսեց Ուկրաինային զիջել իր տեղը աշխարհում բազում ոլորտներում, բայց Պուտինը ունի նաև որոշակի հուսանք ժամանակավոր հաջողություններ և այդ թեմային մենք նույնպես կանդրադառնանք։ Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, չնայած համաշխարհային խնդիրներին, բոլորը ցանկանում են ստեղծել սեփական օրակարգը։ Հայաստանում ընտրություններ են, Թրամփը ցույց տվեց Մերձավոր Արևելքի ամենաբարձր կամրջի ավերման պատկերը և զգուշացրեց Իրանին վատագույնի մասին։ Ռուսաստանում կենդանիների մոտ դաբախ հիվանդության բռնկումը կարծես արդեն սկսել է տարածվել Չինաստանում և այնտեղ նույնպես սկսել են մորթել վարակված կենդանիներին։ Եվրոպան նոր հովանավոր է փնտրում, Ուկրաինան դառնում է Մերձավոր Արևելքի շատ երկրների համար հովանավոր, այդ թեմային այսօր առանձին կանդրադառնամ։ Դե իսկ մեր մոտ իհարկե ամենաակտուալը պատերազմական օրակարգն է։ Նախօրեին լրացավ ուղիղ 4 տարին, ինչ Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերջնականապես ազատագրեցին Կիևի մարզը ռուս օկուպանտներից։ Դա լայնամասշտաբ պատերազմի առաջին մեծ հաղթանակն էր, առաջինը և հեռու է վերջինը լինելուց։ Մեր լսարանը քաջատեղյակ է Ուկրաինայի զինված ուժերի բոլոր ձեռքբերումներից։ 3 առաջին օրվանից, ինչ մենք չենք տեսնվել, Ուկրաինան խոցել է ևս մի շարք կարևոր թիրախներ, որոնցից ես կառանձնացնեմ Ուֆայի նավթավերամշակման գործարանը, Ղրիմում ոչնչացված ռուսական Ան-72П ինքնաթիռը, Օրիոն դրոնների բազան, Բրյանսկի մարզում գտնվող ստրելաթևավոր հրթիռների բաղադրիչների արտադրության ձեռնարկությունը և ռուսների այլ օբյեկտների խոցումը ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Ռազմաճակատից կան ոգևորիչ նորություններ, որոնց մասին կպատմեմ մի փոքր ուշ։ Ձեզ հետ օրու մեջ հանդիպումների հարկադրված ձևաչափով ես փորձում եմ եթերը այնպես ներկայացնել, որ դուք չզգաք բաց թողնված օրերը։ Խնդրում եմ մեկնաբանություններում նշել, թե որքանով է դա ստացվում։ Մեր լսարանը ուրիշ մարդիկ չեն, ասեմ, որ երեկոյան թողնում եմ բուժման վայրը և գալիս եմ տուն, որպեսզի նյութեր պատրաստեմ ձեզ համար։ Հեռու չէ տնից, 1 կիլոմետր է։ Դե գիշերը ոչ մի բուժման պրոցեդուրա չկա և նույնիսկ վաղը փորձելու եմ ձեզ համար հարցազրույց ձայնագրել։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Չնայած ռազմաճակատում կրած պարտություններին, Պուտինյան Ռուսաստանը ցավոք հասնում է քաղաքական որոշակի հաջողությունների և առանց դրանց վերլուծության մենք ռիսկի ենք դիմում բախվել նոր խնդիրների, ուստի առնվազն մեզ համար արձանագրենք խնդիրները։ Պուտինի մի շարք քաղաքական ձեռքբերումներ դեռևս պահպանում են Ռուսաստանի հզորության պատրանքը փլուզվող տնտեսության և ռազմաճակատում ռազմական բաղադրիչի սպառման ֆոնին։ Պուտինը իր ազդեցության գործակալների միջոցով կաթվածահար է արել Եվրամիությունը և այն փաստը, որ այսօր Բրյուսելը շրջանցիկ ուղիներ է փնտրում Ուկրաինային նախկինում արդեն հաստատված վարկը ֆիզիկապես տրամադրելու համար, դրա վառ ապացույցն է։ Եվ ճիշտն ասած հայտնի չէ Հունգարիայում ընտրություններից հետո ինչպես այդ հարցը կլուծվի հենց Հունգարիայի հետ, այնպես որ Եվրամիությունը 5 տարբեր ճանապարհներ է պատրաստում, տեսնենք թե որը կիրականացվի։ Ռուսաստանը ժառանգել է ոչ միայն խորհրդային սպառազինությունը, որը Ուկրաինան ոչնչացնում է ռազմաճակատում և թիկունքում, Ռուսաստանը ամբողջ աշխարհում ժառանգել է ազդեցության կենտրոններ և գործակալներ, որոնք տասնամյակներ շարունակ սնվում են Մոսկվայից և իրենց դեստրուկտիվ գործունեությունն են ծավալում տարբեր երկրներում։ Եվ այսօր Թրամփի քաղաքականությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ նույնպես հանկարծակի չի առաջացել։ Տասնամյակների ընթացքում օբյեկտիվորեն կուտակված հարցերը կարելի էր լուծել համատեղ առանց սկանդալների և վիրավորանքների, ինչպիսին մենք տեսնում ենք Թրամփի և օրինակ Մակրոնի միջև, բայց հանդարտ ճանապարհով տեսնում ենք, որ հարցերի լուծում չի կայանում, որովհետև ամենուր երևում են Մոսկվայի ականջները, իդեմս պաշտոնյաների, նրանց խորհրդականների, տեղեկատվական աղբյուրների և այլն։ Հավատացեք, ցանկության դեպքում Ուկրաինայի կողմից կուտակված պատերազմի ընթացքում փորձի հիման վրա հնարավոր կլիներ այնքան արագ հզորացնել ՆԱՏՕ-ն, որ ողջ աշխարհը նորից կնախանձեր։ Բայց դա տեղի չի ունենում և Եվրոպան ստիպված է պաշտպանական միջավայրի ադապտիվ միջոցներ փնտրել։ Եվրոպացի դիվանագետները ու պաշտոնյաները խոստովանում են, որ դաշինքը խորը ճգնաժամ է ապրում և ի վիճակի չէ օպերատիվ որոշումներ կայացնել։ Եվրոպայում աճում է այն համոզմունքը, որ տարածաշրջանի անվտանգությունը չի կարող կախված լինել Վաշինգտոնի անկանխ
կանխատեսելի որոշումներից եւ Թրամփի անձնական կմահաճույքներից։ Մի շարք երկրների առաջնորդներ քննարկում են համագործակցության այլընտրանքային ձևաչափեր ՆԱՏՕ-ի հետագա թուլացման դեպքում, դիտարկվում են ավելի ինքնավար եվրոպական պաշտպանության մոդելներ, որոնք ի վիճակի կլինեն գործել առանց Ամերիկայի մասնակցության։ Միևնույն ժամանակ շարունակվում են դիվանագիտական փորձերը Վաշինգտոնի հետ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն եվրոպական երկրները ավելի ու ավելի ակտիվորեն ձևավորում են հավաքական անվտանգության պահուստային ալտերնատիվ տարբերակը, իսկ Ամերիկայի ներսում տատանումներ են, մինչ Թրամփը փորձում է անտեսել Ուկրաինայի առաջընթացը։ Ուկրաինայի հարցերով Ամերիկայի նախկին հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը իրեն ցուցադրեց որպես վախկոտ եւ անարդյունավետ դաշնակից Իրանի հետ հակամարտության պայմաններում եւ առաջարկել է ՆԱՏՕ-ն փոխարինել Ուկրաինայով։ Այո, ես էլ երբ կարդացի զարմացա։ ՆԱՏՕ-ն փոխարինել Ուկրաինայով։ Ինչ արագ է փոխվում մարդկանց աշխարհայացքը։ 4 տարի առաջ Ուկրաինան շատերի համար համարվում էր պարտված պետություն, բայց հիմա Ուկրաինայով առաջարկում են փոխարինել ՆԱՏՕ-ն։ Մերձավոր Արևելքի երկրներում Ուկրաինայի հովանոցի տակ աշխատում են մտնել շատ ավելի երկրներ։ Դե պարզ է, Թրամփը կոշիկները չի հանելու վազի այդ ուղղությամբ, բայց փաստեր արձանագրեցինք, զարգացումների մասին նույնպես կտեղեկացնենք, իսկ Պուտինին եւ Թրամփին ժամանակ կպահանջվի հասկանալու համար, որ իրենց գիտելիքները հենց իրենց իսկ մասին արդեն արդիական չեն 26 թվականի գարնանը։ Թրամփը այնքան անփույթ է, որ պատերազմի ընթացքի մասին տարրական իրազեկումը վերածեց իր համար հերթական բարդ իրավիճակի։ Հիշում եք, նախորդ եթերում ես ձեզ կարճ պատմեցի Ամերիկայի եւ Իսրայելի մտադրությունների եւ մարտավարության մասին առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում եւ ասացի ինչ են անելու եւ դրանից հետո ինչ որոշումներ են ընդունելու։ Նույն բանը Թրամփը ուզեցավ ասեր իր ժողովրդին, բայց ասելով նույնը ինչ ես 1 օր առաջ, նա անունը դրեց ուղերձ ժողովրդին, Թրամփը դրանով հասավ նավթի գների օրինակ բարձրացմանը, ինչը ուղղակիորեն հարվածում է նրա վարկանիշին, հա։ Այսինքն մարդը սովորական մի քանի նախադասությունը դարձրեց ճառ, ինչը հնչեցնել է աշխատեց հենց իր իսկ դեմ։ Բազմիցս խոսել ենք Իրանի պատերազմի հետևանքների մասին, ինչը քաշում է իր կողմից Չինաստանը, բայց հիմա այլ լուր ունենք, քանի որ Թրամփը իր ժողովրդին ուղերձով ազդեց նավթի գների բարձրացմանը, անդրադառնանք նաև գազի բարձր գներին, ներքին պահանջարկի անկումը եւ Ռուսաստանից էժան գազի հասանելիությունը Չինաստանին թույլ տվեցին վաստակել վառելիքի արտահանման եւ վերավաճառքի վրա ներկայիս էներգետիկ ճգնաժամի պայմաններում Չինաստանը ունենալով էժան ռուսական գազի հասանելիություն կտրուկ ավելացրել է հեղուկացված բնական գազի վերավաճառքը Ասիայում գների թռիչքի ֆոնին, որն առաջացել է Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցով մատակարարումների ընդհատումներից։ Ինչպես գրում է Reuters-ը, Ասիայում գազի արժեքը աճել է մոտ 85%-ով, բարենպաստ պայմաններ ստեղծելով վերավաճառքի համար, այսինքն նավթի գները բարձրացան, բայց Ուկրաինան Ռուսաստանին զրկեց նավթ արտահանելու հնարավորությունից, իսկ այն գազը, որը Ռուսաստանը արտահանում է Չինաստան, Չինաստանը պարզապես վերավաճառում է եւ ինքն է ստանում գերշահույթ Ռուսաստանի փոխարեն։ Հիմա կարելի է ձեռքով անել Ռուսաստանում այն միամիտներին, ովքեր հույս ունեին գումար վաստակել Իրանի խնդիրների եւ արյան վրա։ Դե իսկ այդ ֆոնին Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները առաջադրվել են խաղաղության Նոբելյան մրցանակի ռուսական ագրեսիային հերոսական դիմակայության համար։ Պատկերացնում եք Թրամփի եւ Պուտինի դեմքի արտահայտությունը հիմա։ Զելենսկու գրասենյակում իհարկե այս առաջադրմանը վերաբերվում են ընդգծված զուսպ խորհրդականների խոսքով Ուկրաինայի համար գլխավոր մրցանակը ոչ թե Օսլոյի մեդալն է, այլ արդար խաղաղությունը եւ տարածքների վերադարձը։ Այնտեղ շեշտում են, որ նախագահը կենտրոնացած է պաշտպանության, այլ ոչ թե անձնական պարգևների վրա, բայց փաստը առաջադրել են եւ հետաքրքիր է սպասենք տեսնենք թե Թրամփի տրամադրության վրա դա ինչպես կազդի։ Երևի թե արդեն ոլորտ չմնաց, որ Ուկրաինան չկանգնի Թրամփի ճանապարհին, տեսնենք թե հիմա ինչ է ասելու։ Իդեպ Պուտինի բախտը քաղաքական ասպարեզում ամենուր չէ որ բերում է, ռուսների համար նախատեսված հատուկ տրիբունալին աջակցել են Եվրոպայի եւս 3 երկրներ։ Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը Անդրեյ Սիբիգան հայտարարել է Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի համաձայնագրին միանալու մասին։ Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ Սիբիգան հստակեցրել է, որ հաջորդ երկիրը կլինի Մոլդովան։ Սիբիգան նշել է, որ մինչ օրս նախաձեռնությանը արդեն միացել են Եվրոպայի խորհրդի 13 երկրներ եւ մեկ պետություն եվրոպական մայրցամաքից դուրս։ Ուկրաինան ակնկալում է այս դաշինքի հետագա ընդլայնում, ավելին արդեն իսկ սպասվում են կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ մոտ ժամանակներս։ Ուկրաինայի արտգործնախարար
գործնախարարի խոսքով Կիևի համար ռուս ռազմական հանցագործների պատժի հարցը մնում է սկզբունքային եւ ուղղակիորեն ազդում է պետության բանակցային դիրքերի վրա։ Կիևը տրիբունալի գործարկումը դիտարկում է որպես կայուն եւ արդար խաղաղության տարրերից մեկը եւ իրոք առանց մեղավորների պատժի արդար խաղաղություն դժվար է պատկերացնել։ Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսում մեկնաբանել են Ռուսաստանի հերթական տեղեկատվությունը այն մասին, թե իբր օկուպանտները գրավել են Լուգանսկի մարզի ողջ տարածքը։ Եթե անկեղծ լինեմ, ես անձամբ արդեն չեմ հիշում, թե սա որերորդ անգամ են Ռուսաստանում հայտարարում, բայց մյուս կողմից, երբ լայնամասշտաբ պատերազմի 1500-րդ օրը Կիևը 3 օրում գրավելու փոխարեն Կրեմլը փորձում է բարձրանալ թեկուզ միայն Լուգանսկի մարզի ամբողջական գրավմամբ, դա միևնույն է շատ ծիծաղելի է ասեք, որ ռուս օկուպանտների հայտարարությունները Լուգանսկի մարզի ողջ տարածքի իբր գրավման մասին չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի մարտիկները շարունակում են պահել դիրքերը Նադիա, Նովոգրիգորևկա եւ Գրեկովկա բնակավայրերում, այդ մասին նշված է կորպուսի հայտարարության մեջ, իսկ պարտությունների ֆոնին Ռուսաստանը սկսում է քաղաքացիների հարկադիր զորահավաքը Ուկրաինայի դեմ պատերազմում աճող կորուստների պայմաններում։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով Մոսկվան փորձում է դա անել գաղտնի կերպով, ուստի Ռուսաստանում ապրող մեր հայ հայրենակիցները, ովքեր չեն աջակցում Պուտինին, ուշադիր եղեք, այս գործընթացի առաջին հստակ ապացույցները արդեն արձանագրվում են ռուսական տարածաշրջաններում։ Վերջերս Ռիազանի մարզում ձեռնարկություններին փաստացի պարտադրել են իրենց աշխատակիցներին ուղարկել պայմանագրային ծառայության, 150-ից մինչև 500 աշխատող ունեցող ընկերությունները պետք է ընտրեն 2-ից 5 հոգու Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելու համար։ Նման կանոնները գործելու են առնվազն մինչև 26 թվականի սեպտեմբերը։ Զուգահեռաբար նմանատիպ պահանջներ են տարածվում բուհերի վրա, նրանցից ակնկալվում է ծառայության ուղարկել ուսանողների մինչև 2%-ին, այնպես որ եթե ուսանող հայեր կան Ռուսաստանում, նույնպես զգոն եղեք եւ աշխատեք չհայտնվել ռուսական բանակում, գիտեք մոբիլիզացվածների կյանքը 2 շաբաթի էլ չի հասնում։ Նման միջոցները Կրեմլի համար անհրաժեշտություն դարձան, քանի որ խոշոր վճարումների հաշվին կամավոր հավաքագրման նախկին մոդելը իրեն սպառել է, ռուսաստանցիները էլ չեն ուզում նույնիսկ փողով կռվել։ 26 թվականի սկզբին հավաքագրման տեմպերը առաջին անգամ ավելի ցածր են, քան կորուստների մակարդակը։ Այժմ Կրեմլը բանակի համալրման պատասխանատվությունը բարդում է տարածաշրջանների եւ բիզնեսի վրա, խուսափելով բացահայտ զորահավաքից։ Փաստացի թաքուն մոբիլիզացիա է։ Այս մարտավարությունը Մոսկվային երևի թե Կրեմլի գաղափարով թույլ է տալու նվազեցնել զանգվածային դժգոհությունների ռիսկը, ինչից Վլադիմիր Պուտինի վարչակազմում շատ են վախենում, թե ինչպես կլինի իրականում, մենք ձեզ հետ կապրենք եւ կտեսնենք։ Իսկ ռազմաճակատում ընդհանուր առմամբ անցած 2 օրում տեղի ունեցավ 376 մարտական բախում։ Ուկրաինայի զինված ուժերը անցած 2 օրվա ընթացքում ոչնչացրել են եւս 2530 ռուս օկուպանտների եւ նրանց 4250 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Զգում եք, չէ՞, որ ջարդեր են տեղի ունենում։ 2 օրում 2530 հոգի Ռուսաստանը նորից կորցրել է։ Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, թշնամու ընդհանուր կորուստները 22 թվականի փետրվարից ի վեր ըստ ֆոտո-վիդեո ֆիքսված տվյալների գնահատվում են 1,301,260 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջանառությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք։ Իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Այժմ խոսենք մի թեմայի մասին, որը չի կարող չհետաքրքրել հայ լսարանին։ Խոսքը այն երկրների ցանկի մասին է, որոնք պաշտպանություն են փնտրում ուկրաինական հակադրոնային հովանոցի ներքո։ Մինչ Հայաստանում տարբեր լրատվամիջոցներ տարածում են ռուսական ռազմական բլոգերների ստահոդ լուրերը ուկրաինական հակադրոնային համակարգերի մասին, շատ ավելի հզոր հարևաններ Հայաստանի շուրջ հետաքրքրություն են հայտնում ուկրաինական նորարարության նկատմամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդին
հայտարարեց Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության նոր համաձայնագրերի մասին։ Ուկրաինան անվտանգության նոր համաձայնագրեր է նախապատրաստում Պարսից ծոցի այն երկրների հետ, որոնք տուժում են Իրանի հարձակումներից, ընթանում են ակտիվ բանակցություններ։ Այս մասին ապրիլի 2-ի երեկոյան ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է ուկրաինական առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Մեջբերեմ կան նոր պայմանավորվածություններ, Ուկրաինան էլ ավելի ներկայացված կլինի անվտանգության նոր ձևաչափերում ծոցից մինչև Թուրքիա, հայտարարել է Զելենսկին։ Նա հստակեցրել է, որ նման համագործակցության շնորհիվ կշահեն ուկրաինական արտադրողները եւ ընդհանուր առմամբ կհզորանա երկրի պաշտպանական ներուժը։ Զելենսկին նշել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններին։ Նա հաստատել է պատրաստակամությունը մասնակցելու այս կարևոր լոգիստիկ ուղու ապաշրջափակմանը։ Մեջբերեմ Ուկրաինան ունի համապատասխան փորձառություն ծովային ուղիների, դրանց պաշտպանության եւ երթևեկության վերականգնման հարցում, եւ եթե գործընկերները պատրաստ լինեն գործել, մենք կդիտարկենք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել նրանց, ասել է Զելենսկին, ակնհայտ ակնարկելով Ամերիկային, քանի որ հնչեց Թուրքիա բառը, որպես հայ ես այս պահին զգում եմ, թե ինչ է կատարվում մեր շատ հայրենակիցների սրտերում, երբ նրանք լսում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին, բայց ամենակարևորը հստակ ֆիքսենք, սա պաշտպանական միջոցների մասին է խոսքը գնում, եւ հուսով եմ գոնե մեր լսարանը գիտի, թե ինչպես Թուրքիան զենքով օգնել է Ուկրաինային պատերազմի սկզբում, այո, օգնել է գումարի դիմաց, մենք նույնպես եթե պայմանագիր կնքվի Թուրքիայի հետ, Ուկրաինան նրանց կօգնի գումարի դիմաց, եւ իհարկե հարց է առաջանում, իսկ ինչ է լինելու Ադրբեջանի հետ, չէ՞ որ իրանական դրոնները հարձակվել են նաեւ Նախիջևանի վրա, առայժմ Բաքվից ուկրաինական հակադրոնային համակարգերի նկատմամբ հանրային հետաքրքրություն չի ցուցաբերվում, միգուցե Ալիևը դեռ վախենում է Իրանին բարկացնել։ Իմ կարծիքով, եթե նման հարց առաջանա, ապա Հայաստանը նույնպես կարող է նման խնդրանքով դիմել Ուկրաինային, եւ ես համոզված եմ, որ Կիևը կդիտարկի Հայաստանի պաշտպանության հարցը։ Ի վերջո, եթե ինչ-որ մեկը Հայաստանում կարող է վախենալ Ռուսաստանից, պատասխանը ակնհայտ է։ Մենք բոլորս տեսանք, թե որքան անտաղանդ կերպով իրեն դրսևորեց ռուսական հոպը, երբ իբր պաշտպանում էր Հայաստանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ։ Պարզապես մենք տեսանք, որ պաշտպանություն չկա։ Ռուսական երբեմն իր ռազմական հզորությունից մնացել է միայն հիշողությունը, ամենասենտիմենտալների մոտ երևի թե։ Մեր Telegram-յան ալիքի բաժանորդները դրա մասին լավ գիտեն։ Ի վերջո, երբ թշնամին հարձակվում է քո տարածքի եւ մարդկանց վրա, քեզ ոչ թե հիշողությունն է պաշտպանում կամ ինչ-որ սենտիմենտներ, այլ նոր տեխնոլոգիաները։ Իսկ Հայաստանը նոր սերնդի պաշտպանական միջոցների բացարձակ պակաս ունի։ Եթե ես այդ մասին չիմանայի, մեծ հաճույքով կասեի, որ Հայաստանին ոչինչ չի սպառնում, բայց ցավոք սպառնալիքը հենց Արաքս գետի այն կողմում է եւ սեփական պաշտպանության համար քայլեր չձեռնարկելը կարծում եմ անխոհեմ կլինի։ Ամեն դեպքում Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը աշխատում են բարձրակարգ պրոֆեսիոնալներ, ովքեր տարիներ շարունակ շատ լավ ճանաչում են Ուկրաինան, ուկրաինացիներին եւ քաղաքական կամքի առկայության դեպքում կարծում եմ դեսպանատան աշխատակազմը իր աշխատանքը կկատարի ամենաբարձր մակարդակով, պարզապես որոշումը Երևանինն է։ Եթե որոշում լինի, ինձ թվում է այդ հարցը արագ կլուծվի։ Նրանց, ովքեր դեռ իրենց ապագան կապում են Ռուսաստանի հետ, պետք է հուսահատեցնեմ, Ռուսաստանի հետ նույնիսկ կոշիկի թելերը չարժի կապել։ Այդ երկիրը ձեռքից բաց չի թողնում ոչ մի առիթ, որպիսի չփորձի մեր հայրենիքին ծանր դրության մեջ դնել։ Բառացիորեն օրերս Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Ավերչուկը հայտարարեց, թե իբր միայն Երևանի Եվրոմիության հետ մերձեցման հնարավորության քննարկումը Ռուսաստանին եւ Հայաստանին 25 թվականին արժեցել է 5-ից ավել միլիոն $, խոսքը չստացված իբր փոխադարձ ապրանքաշրջանառության մասին է, սա ուղղակի ճնշման փորձ է Երևանի վրա, Հայաստանին ներկայացնելու մի հաշիվ, որն իրականում գոյություն չունի, եւ նման դրվագներ կարելի է շատ տեսնել, որքան վատանան Ռուսաստանի գործերը, այնքան ավելի վատ մեթոդներ նրանք կփորձեն կիրառել այն երկրների դեմ, ում կհամարեն իրենցից թույլ։ Իսկ Ռուսաստանի գործերը վատ են լինելու։ 26 թվականի առաջին 2 ամիսների ընթացքում օրինակ Ռուսաստանի բյուջեի
դեֆիցիտը գերազանցել է 5.5 տրիլիոն ռուբլին, ծավալվում է վատթարագույն սցենարը, բյուջետային ճգնաժամը Ռուսաստանում թափ է հավաքում, ռուսական գանձարանի այդ ֆինանսական խոռոչը 26 թվականի առաջին 2 ամիսներին հասել է տպավորիչ չափերի եւ այս խնդրի համար Կրեմլի վարչակազմը պարզապես լավ լուծումներ չունի եւ ոչ մի Թրամփ նրանց Ռուսաստանի տնտեսությունը չի փրկի։ Թրամփը պարզապես չունի այդքան միջոցներ, իսկ ամերիկյան բիզնեսը չի վտանգի իր փողերը Թրամփի կմահաճույքների պատճառով, հատկապես այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ այս 1.5 տարվա ընթացքում Թրամփի կառավարման օրոք։ Այնպես որ եկել է կարևոր որոշումներ կայացնելու ժամանակը։ Եթե ինչ-որ մեկը վախենում է բարձրաձայն տհաճ բաներ ասել Ռուսաստանի մասին, ապա կարելի է վարվել ինչպես սովորական հանգուցյալի հետ, առանց բացասական արտահայտվելու, պարզապես ճանապարհել նրանց եւ հոգ տանել Հայաստանի անվտանգության մասին։ Ի վերջո, Ուկրաինայի հակադրոնային համակարգերը, որ ներդրվում են տարբեր երկրներում, ներդրվում են զուգահեռ ամերիկյան ռազմաբազաներին եւ այլ տեսակի ռազմական կառույցների երրորդ երկրների, այնպես որ եթե Հայաստանից լինի քաղաքական կամք, ինձ թվում է այդ հարցին նույնիսկ ռուսների ներկա ռազմաբազան չի կարող խանգարել։ Ուկրաինան իրեն բավականին ամուր եւ ուժեղ է զգում։ Թեման շարունակելով անդրադառնամ որոշ նրբությունների, որոնք կապված են Աֆրիկայում ուկրաինական ներկայության հետ, վստահ եմ շատերը բաց են թողել այս տեղեկատվությունը։ Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ սա անվանում են աֆրիկյան ճակատ ընդդեմ Ռուսաստանի։ Հիմա ձեզ որոշ մանրամասներ ներկայացնեմ։ Ռուսական Արկտիկ Մետագազ գազատար նավը, որը վնասվել էր մարտի սկզբին Լիբիայի ափերի մոտ, ենթարկվել է ուկրաինական ծովային անօդաչուների հարձակմանը։ Լիբիայում տեղակայված են ավելի քան 300 ուկրաինացի զինվորական սպաներ եւ մասնագետներ Տրիպոլիի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այս մասին նշում է միջազգային ֆրանսիական ռադիոն իր հետաքննության մեջ։ Ըստ պարբերականի երկու լիբիական աղբյուրների ուկրաինացի զինվորականները տեղակայված են 3 բազաներում, դրանցից մեկը Միսրատայի ռազմաօդային ակադեմիային կից է, որտեղ գտնվում են Թուրքիայի, Իտալիայի եւ Ամերիկայի աֆրիկյան հրամանատարության ուժերը, մեկ այլ բազա, որը նախատեսված է անօդաչու սարքերի, այդ թվում ծովային արձակման համար, գտնվում է Զավիա քաղաքում, մայրաքաղաքից 50 կիլոմետր դեպի հյուսիս, Մելիտա նավթային համալիրի տարածքում, երրորդը Լիբիայի բանակի 111-րդ բրիգադի շտաբում, Տրիպոլիի օդանավակայանի ճանապարհին, օգտագործվում է ուկրաինական ուժերի եւ լիբիական բանակի միջև համակարգող հանդիպումների համար։ Ուկրաինացի մասնագետները երկրի կառավարությունից ստացել են նաեւ հողատարածք, որն ունի անմիջական ելք դեպի ծով, դրա վրա կառուցվել է թռիչքուղի։ Ըստ Radio France International-ի տվյալների, Լիբիայի եւ Ուկրաինայի համագործակցությունը սկսվել է անցյալ տարվա աշնանը, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերին Ուկրաինայի ռազմական կցորդի նախաձեռնությամբ։ Ռուսական Արկտիկ Մետագազ գազատարի վրա հարձակման դեպքում, ինչպես գրում են ֆրանսիական լրագրողները, այն խոցվել է Մագուրա V5 տիպի վերջերյա դրոնով։ Նման անօդաչու մոտորանավակները Ուկրաինան օգտագործում է նաեւ Սև ծովում։ Այն արձակվել է ռուսական նավի վրա հենց Զավիա բազայից, այսինքն քանի դեռ որոշ միամիտներ իրենց բազմոցներին նստած նայում են ռուսների գծած քարտեզներին, թե ինչպես են փորձում Ուկրաինայից Ազովի ծովը խլել, իրականում ծովերից զրկվում է Կրեմլը, իսկ դրա հետ մեկտեղ նաև սեփական նավթն ու գազը վաճառելու հնարավորությունից։ Իսկ այդ ընթացքում ռուսական պաշտպանական ձեռնարկություններին հասցված հարվածները արդեն սկսել են կոնկրետ արդյունքներ տալ։ Ռուսաստանում սկսել են խոսել սեփական հոբ համակարգի ձախողման մասին, որը չի կարողանում դիմակայել դրոնների հարձակումներին, ինչպես նաև հիշատակում են Իսկանդերների, ավելի ճիշտ նրանց ճշգրտության հետ կապված խնդիրներ։ Ռուս ռազմական բլոգերները արդեն չեն թաքցնում, որ ռուսական հոբը ակնհայտորեն չի հաղթահարում ուկրաինական դրոնային գրոհները, որպես խնդիրներից մեկը նշելով հոբ համակարգերի նախևառաջ պանցիրների համար նախատեսված հրթիռների պակասը, ստացվում է, որ ուկրաինական մեծաթիվ դրոնները հյուծում են ռուսական հոբը։ Մյուս խնդիրը, որը արդեն հրապարակայնորեն լուսաբանում են ռուս քարոզիչները, ռուսական Իսկանդեր բալիստիկ հրթիռների ճշգրտությունն է, ավելի ճիշտ դրանց անճշգրտությունը։ Եթե նախկինում այս բալիստիկան համարվում էր իսկապես արդյունավետ բարձր ճշգրտության զենք, ապա հիմա շեղման շառավիղը կարող է հասնել մինչև 1 կիլոմետրի, նայում են
ասպարին խփում են Գասպարին։ Ըստ հենց ռուսական ռազմական բլոգերների Իսկանդերները դե ֆակտո այլևս բարձր ճշգրտության զենք չեն, որպես պատճառ նշվում են էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրները, ինչի հետևանքով էլ առաջանում են հրթիռների նշանառության ճշգրտության խնդիրները։ Ընդ որում, խոսելով ռազմաճակատում իրավիճակից, հենց ռուսներն են ընդունում, որ ռուսական բանակը բախվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների պատին, որը ոչնչացնում է գրեթե բոլոր գրոհայիններին դեռ մինչև մարտական շփման գծին մոտենալը։ Ռուսական օկուպացիոն զորքերը պատրաստվում են նոր հարձակման Ուկրաինայում, բայց Ռուսաստանում հենց իրենք չեն հավատում դրա հաջողությանը ուկրաինական բանակի կողմից կառուցած անօդաչուների պատի պատճառով, որը ոչնչացնում է թշնամու գրոհայինների մինչև 90%-ը դեռ մինչև նրանց մոտենալը մարտական շփման գծին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով Մոսկվայի իր աղբյուրներին։ Ագրեսոր երկրի անախորժությունները կարծես անվերջ են։ Վաղ առավոտից ռուսները դժգոհում էին Մոսկվայի եւ Պետերբուրգի վրա ուկրաինական հարձակումներից, իսկ Շվեդիան կալանավորել է պատժամիջոցների տակ գտնվող տանկերը Բալտիկ ծովում նավթի արտահոսքի պատճառով։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է օկուպանտների պահեստների եւ նավթաբազայի խոցումը։ Մեր մարտիկները հարվածել են թշնամու լոգիստիկ օբյեկտներին Դոնեցկի, Լուգանսկի եւ Զապորոժիեի մարզերում, ոչնչացվել են զինամթերքի պահեստներ, նավթաբազա եւ ուժերի կենտրոնացման վայր։ Ուկրաինական զինուժի գլխավոր շտաբը ուրբաթ օրը նաեւ հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները ապրիլի 1-ին եւ 2-ին հարվածել են ռուսական Ուֆա քաղաքի Բաշնևց Նավոյլ նավթավերամշակման գործարանին եւ այլ օբյեկտների ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Նաեւ մեր զինվորականները հարված են հասցրել Կուլիկովսկի պոլիգոնին եւ զինամթերքի պահեստին Զապորոժիեի մարզի օկուպացված հատվածում։ Բացի այդ, խոցվել են հակառակորդի կենթանի ուժի կենտրոնացման վայրերը Դոնեցկի մարզի Կատլինոյում, Շանդրիգլովեում եւ Դնեպրոպետրովսկի մարզի Բերյոզովեում։ Թշնամու կորուստները մեծ են։ Նախորդին հաղորդվել էր, որ ռուսական Ուֆան ենթարկվել է դրոնների հարձակման, բռնկվել է տեղի նավթավերամշակման գործարանը։ Իդեպ այսօր Ղրիմում կործանվել է եւս մեկ ռուսական Սու-30 կործանիչ։ Այս շաբաթ ռուսների բախտը չի բերում ավիացիայի հարցում։ Նախորդին հայտնի դարձավ, որ կործանված Ան-26-ում գտնվող զոհված ռուս զինվորականների թվում էր ռուսական զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ատրոշենկոն։ Նրա հետ միասին օդանավում եղել են Ռուսաստանի հյուսիսային նավատորմի շտաբի 6 բարձրաստիճան սպաներ։ Նրանց համար, ովքեր բաց են թողել նորությունը կամ անցած եթերը, ասեն, որ չորեքշաբթի Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում կործանվել է Ան-26 ռուսական ռազմական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է օդանավում գտնվող շուրջ 30 հոգի։ Նույնիսկ օրը ռուսները կորցրել էին նաև Սու-34-ը անձնակազմի հետ միասին։ Զգում եք, չէ՞, ռուսների կորուստների մասշտաբները գնալով մեծանում են։ Ռուսական հանցագործ բանակը շարունակում է նպատակաուղղված հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ։ Ապրիլի 2-ին եւ 3-ին հարվածներ են հասցվել Խերսոնին, Դոնեցկի մարզին, Սումիին եւ Կիևի մարզին, ինչպես նաեւ երկրի 6 տարածաշրջանների էներգետիկի ենթակառուցվածքներին, կան զոհեր եւ վիրավորներ։ Ապրիլի 3-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային եւ անօդաչուների հարձակման հետևանքով Կիևի մարզում մարդ է զոհվել։ Հարվածի տակ են հայտնվել մայրաքաղաքային տարածաշրջանի հարավային շրջանները։ Ռուսական հարվածի հետևանքով տուժել է 2 քաղաքացի, մեկը զոհվել է, մյուսը վիրավորվել։ Սոցցանցերում հրապարակվել են ռուսական շահեդների հարվածների կադրերը, ինչը մենք անմիջապես տեղադրել ենք մեր Telegram ալիքում։ Հարվածներից մեկում Օբուխովի 9 հարկանի շենքի 4-րդ հարկի մակարդակով էր խոցումը, մյուսում Պայթյուն բնակելի թաղամասի մեջտեղում Վիշնյովոյե քաղաքում։ Երկու քաղաքներն էլ գտնվում են մայրաքաղաքի արվարձաններում։ Վիշնյովի քաղաքում հարվածը տեղի է ունեցել դպրոցի բակում։ Նշվում է, որ ուսումնական հաստատությունում կարող էին լինել աշակերտներ։ Տուժածների մասին այս պահին տեղեկություններ դեռ չկան։ Ընդհանուր առմամբ մասսայական գրոհի ընթացքում 579 թշնամու օդային թիրախից Ուկրաինան խոցել է 541-ը, 11 հրթիռի եւ 27 դրոնի խոցում գրանցվել է 20 վայրում, ինչպես նաեւ խոցված դրոնների բեկորների անկում 22 վայրում։ Եթերի պատրաստման պահին հարձակումը նոր էր ավարտվել։ Բոլոր մանրամասները դեռ հայտնի չեն, մենք ավելի մանրամասն կներկայացնենք արդեն մեր Telegram-յան ալիքում։ Քանի որ այսօր ավագ ուրբաթ է, ըստ հայկական եկեղեցական օրացույցի, մի օր, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի չարչարանքներին, խաչելությանը եւ թաղմանը, չեմ ցանկանում ձեզ շատ շեղել հոգսերից, հուսով եմ շուտով հանդիպել ձեզ հետ, գուցե նույնիսկ հաջորդ եթերը պատրաստենք հենց Քրիստոսի հրաշապար հարության օրը։ Դե արդեն ասել եմ, որ որոշ ժամանակ կփորձեմ ձեզ հետ այս ֆորմատով տեղեկություն հաղորդել։ Եթե վաղը արտասովոր ոչինչ չլինի, ապա երևի եթեր չանեմ։ Եթե շտապ բան լինի, մի
միգուցե կարճ եթեր անեմ, խնդրում եմ ներողամիտ լինել, գիտեք, բուժման process-ի հետ է կապված, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման դա արեք, դա շատ է օգնում մեզ։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, մինչ նոր հանդիպում, անփորձանք եղեք։